Մոսկվայում հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի շքերթին մասնակցել պատրաստվող Նիկոլ Փաշինյանը ծաղկեփունջ է խոնարհել Էստոնիայում կոմունիզմի զոհերի հիշատակին։ Խորհրդային ռեժիմը դատապարտող հուշապատի մոտ Հայաստանի վարչապետը մեծ հետաքրքրությամբ լսել է հուշահամալիրի ստեղծման պատմությունը, նշանակությունը։ Կոմունիզմի զոհերի հուշահամալիր խորհրդանշական այցից հետո էստոնացի լրագրողները հստակեցում են պահանջել Փաշինյանից։ Դեռ ինչքան կարող է շարունակվել այս իրավիճակը։ Դիմում եք Եվրամիությանը միանալու համար միևնույն ժամանակ մասնակցում Մոսկվայում անցկացվող շքերթներին։ Մի ուղղությամբ խորացնել հարաբերությունները, մյուս ուղղությամբ փչացնել, Հայաստանն այս մոտեցման կողմնակիցը չէ, պատասխանել է Փաշինյանը։ Մեր մոտեցումն այն է, որ մեծացնել մեր եւ օգտագործել մեր ինքնիշխանությունը, մեր հարաբերությունները խորացնելու բոլոր այն ուղղություններով, որտեղ մենք կարծում ենք, որտեղ մենք ցանկանում ենք ավելի խորը հարաբերություններ ունենալ եւ որտեղ բավարար խորության չեն մեր հարաբերությունները։ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները հենց այդպիսին են։ Հայաստանում 2018 թվականի իշխանափոխությունը լուսաբանած էստոնացի լրագրողը պատմել է, ինչքան տպավորված է, որ Արցախը կորցնելուց հետո Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ Հայաստանի վարչապետ, հետո հետաքրքրվել է հայ-ռուսական հարաբերություններից։ Մոսկվայի հետ շփումներում հիմա այլևս ստիպված չեք զգուշավոր լինել ձեր բառերն ընտրելիս։ Արդյոք պատրաստ եք դուրս գալ Ռուսաստանի ազդեցության գոտուց եւ ինչպես եք տեսնում ապագայում ձեր հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Բառերը պետք է զգույշ ընտրել ցանկացած դիվանագիտական հարաբերություններում, պատասխանել է Հայաստանի վարչապետը ու հերքել, թե Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու կամ խզելու մտադրություն ունի։ Մենք ամենևին էլ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները լարելու, խզելու, փչացնելու մտադրություն չունենք։ Մենք ուզում ենք, ինչպես եւ տրամաբանական է, ունենալ լավ հարաբերություններ միջազգային բոլոր գործընկերների հետ։ Ավելին, մենք ուզում ենք ունենալ կարգավորել մեր հարաբերությունները մեր տարածաշրջանի երկրների հետ։ Մենք ուզում ենք հարաբերությունները կարգավորել Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ։ Մենք ուզում ենք ավելի լավացնել հարաբերությունները մեր մյուս հարևանների հետ, Վրաստանի հետ, Իրանի Իսլամական Հանրապետության հետ եւ իհարկե մենք ուզում ենք խորացնել մեր հարաբերությունները Եվրամիության հետ։ Իսկ Էստոնիան որպես Եվրամիության արևելյան գործընկերության ակտիվ աջակից, ինչպես է գնահատում Եվրամիություն ինտեգրվելու Հայաստանի քայլերը։ Սերտացնել հարաբերությունները Եվրոպայի հետ, կարծում եմ սկզբունքային որոշում է։ Մենք կարող ենք օգնել։ Կարող ենք օգնել մեր թվային պետության փորձով։ Հաճախ մենք տեսնում ենք երկրներ, որոնք անում են քայլեր պարզապես անելու համար։ Իսկ Հայաստանի Հանրապետության վարչապետը մեզ պատմեց, որ բարեփոխումների նպատակը մարդկանց կյանքի որակը լավացնելն է։ Ես աջակցում եմ այս մոտեցումը։ Սպառվել են հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարցերը։ Էստոնացի գործընկերները հետաքրքրվել են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրից։ Ի վերջո, ինչն է խանգարում այդ պայմանագրի ստորագրմանը։ Մեր կառավարությունը, ես անձամբ այդ թեմայի վրա աշխատում ենք ամենօրյա ռեժիմով եւ ինչպես ասացի, մենք հետևողական եւ վճռական ենք այդ հարցում մեր անելիքը անել լիարժեք ձևով հետևողական եւ համբերատար։ Մենք այս ռազմավարությունը կշարունակենք այնքան ժամանակ, մինչև նպատակը, այսինքն խաղաղության համաձայնագիրը ստորագրվի եւ խաղաղությունը հաստատվի։ Փաշինյանն ասել է, եթե մի օր լսեն, թե Հայաստանի կառավարությունը շեղվում է խաղաղություն հաստատելու ռազմավարությունից, թող չհավատան, սուտ է։ Չի համապատասխանում իրականությանը։ Լիլիթ Գասպարյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։